առողջ ատամներ, գեղեցիկ ատամներ, խնամված ատամներ, այս ու այլ հարցերի պատասխանները մենք կիմանանք Smile ատամնաբուժարանում։ Ողջույն, ես Անգելինան եմ և այսօր կուսումնասիրեմ ատամնաբույժի մասնագիտությունը։ Ինչ կրթություն է պետք ատամնաբույժ դառնալու համար։ Ատամնաբույժ դառնալու համար նախ լավ կլինի դպրոցում լավ սովորել բոլոր առարկաները, որպեսզի ապագա ատամնաբույժ բժիշկը լինի բազմակողմանի զարգացած։ Այդ շատ կարևոր է հետագա մասնագիտական իր հմտությունների առաջընթացի համար։ Բացի այդ, պետք է նաև նեղ մասնագիտական կրթություն, պետք է սովորել բժշկական համալսարանում, Մխիթար Հերացանова բժշկական համալսարանում մենք ունենք ստոմատոլոգիական ֆակուլտետ, որը ունի բավականին մեծ պատմություն, շատ շրջանավարտներ, որոնք բացի Հայաստանից ամբողջ աշխարհում մատուցում են ատամնաբուժական ծառայություն։ Դրանից հետո կարելի է նաև անցնել տարբեր վերապատրաստումներ, թե Հայաստանում, թե արտերկրում, որպեսզի ել ավելի բարելավել մատուցվող ծառայությունը։ Իսկ ինչպես ունենալ գեղեցիկ և խնամված ատամներ։ Գեղեցիկ եւ խնամված ատամներ ունենալու համար ցանկացած մարդ սկսած այն տարիքից, երբ որ ունի ատամներ, այսինքն մոտավորապես 6 ամսեկանից, իհարկե սկզբում ծնողների օգնությամբ, նախ պետք է ապահովի իր անհատական հիգիենան, այսինքն ճիշտ ժամանակին եւ ճիշտ մեթոդներով լվանա ատամները, պահպանի բերանի խոռոչի հիգիենան եւ արդեն անհրաժեշտության դեպքում ունենա պրոֆիլակտիկ այցեր ստոմատոլոգի մոտ, դրանցած արդեն մասնագիտական հարցերով ստոմատոլոգը ինքը կմիջամտի։ Իմ ընտանիքի անդամների իրենց ատամների բուժման հարցում ձեզ են վստահում, իսկ դուք ում եք վստահում։ Ես էլ իմ ընտանիքի անդամների կնոջս եմ վստահում։ Իդեպ մենք հիմա գտնվում ենք իր աշխատասենյակում, բոլորը այս իրացած վերապատրաստումներն են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ատամնաբույժի մասնագիտությունը ինձ շատ հետաքրքրեց։ Մասնագիտություն ընտրելու հարցում անպայման հաշվի կառնեմ, դե ինչ լավ եղեք, ստեսյուն։